Հատվաժան դատարան դատավարություն արվելի մասնակիցներ։ Որպես ներառյալի պատասխանատվություն և ներմասնում ծանրացող հանգամանքներ սուն գործով արտա չեն։ Որպես ներառյալ աչափանային համագործակցող տվյալ գործի քննության ընթացքում հաշվել և դիտվում է նրա կողմից նախինում կարգապատված չլիները։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքիությունի երրորդ մասով սահմանված են պատժի նպատակները։ Սոցիալական արտահայտման վերականգնումը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացումը և հանցագործությունների կանխումը։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 69 հոդվածի առաջին մասով սահմանված է հանցագործության համար հնարավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ։ Նույն հոդվածի երկրորդ մասով սահմանված կարգով պատի տեսակը չափով որոշվում է հանցագործության պատճառված վնասի բնույթով և չափով, հանցագործության եղանակով, տեղով, ժամանակով, շարժառիթներով և նպատակներով, դիտավորության կամ անզգուշության տեսակով, պատասխանատվությունը և պատիժը ներմասնող և ծանրացնող հանգամանքներով։ Քննարկվող դեպքում ներառյալում ներսարևում է դիտավորության սահմանադրական կարգի և պետության անվտանգության դեմ ուղղված ուժի ծառայության հանցագործության կատարումը։ Ելնելով վերաշարադրվածից, պատժի նպատակներն ապահովելու արդարացի նկատառություններով միջնորդում են նվաճյալ Գևորգ Միքայել Արտաշեսի աչափանյանի նկատմամբ, որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով, հաշվարկելով ներառյալի կողմից փաստացի արգելանքի տարբերությունների ժամանակահատվածը։ Հանցագործության պատճառված գույքային վնասը արտա չէ, գույքային հայց չի ներկայացվել, բռնագրավման ենթակա և արգելանքի տարբերությունով դուրս արտա չէ։ Գրավոր ապացույցները միջնորդում են թողնել քրեական գործի նյութերում, իրական ապացույցները արտա չեն, իրարված խախտանքից թողնելան փոխով, մինչև դատավարժի օրենքան ուժի միջնորդները, իսկ վարույթն ծախսել արտա չէ։